Ողջույն, բարի գալուստ իմ ալիք։ Այսօր մենք կուղևորվենք Ֆրանսիայի հյուսիսային ռեգիոնին պատկանող Ալզասում գտնվող Սանտոդիլ լեռը շուրջ 764 մետր բարձրությամբ, կայցելենք Հոհենբուրգի աբայականությանը պատկանող Մենաստանը, կզբոսնենք միասին ու նաև ես ձեզ կպատմեմ այս տարածաշրջանին վերաբերվող մի շատ աղմկահարույց դատավարության մասին ու թե այն ինչ կապ ունի Սանտոդիլ լեռան հետ։ Իմանաք շատ շուտով, հետաքրքիր առջևում է, մնացեք ինձ հետ մինչև վերջ։ Կարծում եմ ձեզ էլ դուր կգա այս տեղանքում զբոսնելը, ինչպես նաև վայելելու ալզասյան գեղատեսիլ բնությունը, իմանալու նաև այս Սանտոդիլ Մենաստանի պատմությունը, ով է հիմնադրել, ինչպես է այն հիմնադրվել եւ այլն։ Ուրեմն հենց սկսենք այստեղից։ Սանտոդիլը հիմնադրվել է Ալզասի դուքս Էտիշոնի դուստր Օդիլի կողմից։ Այն ուխտագնացության հայտնի վայր է Ալզասում ու տարեկան ունի շուրջ 1.3 միլիոն այցելու։ Այստեղ են հայտնաբերվել հեթանոսական պատի մնացորդները, տեղանքում բուժիչ հանքային ջուր է հայտնաբերվել, որը ըստ ավանդույթի բուժել է Օդիլին կույր լինելուց։ Եվ այն սրբացվել է ժողովրդի կողմից, այդ իսկ պատճառով այս Մենաստանը վանքը հենց կրում է Օդիլի անվանումը Սանտոդիլ, այսինքն Սուրբ Օդիլ, այստեղից է ծագել այս անվանումը, եւ մինչ օրս այս վայրը հայտնի է իր ուխտագնացությամբ, այստեղ են այցելում շատ մարդիկ, որոնք ունեն տեսողական խնդիրներ խմելու այս ջրից բուժման նպատակով։ Եթե ներթափանցենք պատմության դարերի խորքերը, 7-րդ դարի վերջին մերովինգյան թագավորների օրոք Հոհենբուրգ լեռը պատկանել է Ալզասի դուքս Էտիշոն Ադալերիկին, ապա Օդիլի հորը։ Ու նա այստեղ կառուցել է ազնվական նստավայր Հոհենբուրգ ամրոցը։ Վերջինս այն կտակել է իր դուստր Օդիլին, որն էլ այն վերածեց վանքի։ Ու այս վանքի գոյությունը առաջին անգամ վկայվում է 7387 թվականին, երբ արդեն այս ազնվական նստավայրը վերջնականապես վերածվել էր վանքի, որտեղ էլ տեղավորվեցին շուրջ 130 միանձնուհիներ, հանգրվանելով այս վանքը, այն վերածելով Մենաստանի, ինչպես նաև կրոնական աբայականության։ Իսկ 1789 թվականին ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ վանքը վաճառվել է որպես պետական սեփականություն, իսկ 1853 թվականին հետ է գնվել եւ վերականգնել իր վանական նշանակությունը։ Հասանք Սանտոդիլը Մենաստան, որը գտնվում է Ալզասի հենց սրտում, այստեղ չլինել ուղղակի նշանակում է չլինել Ալզասում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ 1940-ից 1945 թվականները Սանտոդիլը դարձել է Ալզասի երիտասարդական ճակատի հավաքատեղերից մեկը, կորցնելով իր աբայական նշանակությունը, դառնալով ռազմական նշանակության ստրատեգիական վայր։ Կարելի է ասել ճակատ Գերմանիայից դեպի Ֆրանսիա, քանի որ գիտեք, որ Ալզասը հենց բաց դարպաս է Ֆրանսիայի համար դեպի Գերմանիա։ Մինչ օրս այս տարածաշրջանը մեծ ստրատեգիական նշանակություն ունի երկու պետությունների միջև, թեպետ Ալզասյան տարածաշրջանը համարվում է Ֆրանսիայի հյուսիսային մի հատվածը, բայց մինչ օրս ստրատեգիական վայր է այն համարվում Գերմանիայի եւ Ֆրանսիայի պետությունների միջև։ Այն դարպաս է երկու հարևան պետությունների արանքում, կարծես ընկած, եւ պատկերացրեք ինչ ակտիվություն է ունեցել այդ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ երկու հարևան պետություններ պատերազմել են միմյանց հետ։ Ինչևէ, պատերազմը ավարտվեց եւ Սանտոդիլը վերականգնեց իր նախնական աբայականության, ուխտագնացության ու տեղացիների հոգեբորականության նշանակությունը եւ այժմ գործող վանական համալիր է հանդիսանում ալզասցիների համար։ Սանտոդիլում չլինել, դա հավասար է Ալզասում չլինել, որովհետև Սանտոդիլը Ալզասի հպարտությունն է, լեռան վրա Մենաստան է, շատ հիասքանչ տեսարանով Մենաստան լեռան վրա,
շատերի համար սրբավայր, մյուսների համար ուղղակի տեսարժան վայր։ Մութ անտառ։ À une gare dans 1 heure, 1 heure et demie, et on fait. Սիրունդու աղմուշին։ Պես փակ այն մասը չեք կարող անցնել։ Այդ նոր եմ փակել փաստացի, բայց շատ սիրուն մաս է այդ։ Ամենասիրուն մասը փակել են, անվտանգությունից ելնելով նախկինում անցնում էինք, պտտվում էինք ժայռի այս կտորի հատվածով, մի քիչ վախենալու ու վտանգավոր էր, բայց շատ գեղեցիկ տեսարան էր բացվում, շատ հիասքանչ տեսարան։ Սիրուն ծաղիկներ են։ Հույսերը, այստեղ հույսանոց էլ կա, մանաստիր, նկարների մեջ, դո ի պոսլեի, բոլոր նկարների մեջ։ Տուրիստները շատացել են տուրիստները։ Das haben wir auch erwähnt, ein sehr wichtiges Datum zwischen 1791 und 1850 hat die Familie der ganz verlassen. Ja, wir wandern auch schon damals. Սա մի հրաշք վայր է Սանտոդիլը, լինելով Ֆրանսիայի հյուսիսում, Ալզասում, անպայման այցելեք Սանտոդիլ։ Սա մի հրաշալի վայր է, ժայռի վրա գտնվող Մենաստան, Ալզասի խորհրդանիշը, անպայման եղեք գոնե մեկ անգամ Սանտոդիլում։ Տեսեք ինչ հիասքանչ տեսարան է ձգվում Սև անտառից դեպի Բեռնիի Ալպերը։
Այս տերասը նաև Ալզասյան հարթավայրին նայող բաց պատշգամբ է, որտեղ հաճախ կարելի է դիտարկել, կարծես ինքնաթիռից ես նայում ամպերի առաջացումը, շարժումը եւ այլն, եւ կարծես ողջ Ալզասը որի նման սփռված լինի քո ոտքերի առաջ։ Խմենք բնության գրկում։ Սիրուն տեսարանը։ Որքան հաճելի է գտնվել այս վայրում։ Այստեղ գցում ես կոպեկ ու նայում ես հեռուն, ամբողջ Ալզասը ոտի տակ է լինում։ Ու հեռադիտակի միջոցով կարելի է ուսումնասիրել ամբողջ Ալզասյան տեսարանը, սաղարթախիտ բնությամբ, իր դաշտավայրերով, արոտավայրերով եւ գյուղաքաղաքներով հանդերձ։ Ովքեր չգիտեն, նշեմ նաև, որ Ալզասյան ռեգիոնի մայրաքաղաքն է հանդիսանում Ստրասբուրգը, այսպիսին է Ֆրանսիան, իր յուրաքանչյուր մարզ ունի իր մայրաքաղաքը, որի շուրջ է համախմբվում ամբողջ տարածաշրջանի վարչական կազմը, գյուղաքաղաքներն ու փոքրիկ գյուղերը, բայց ասեմ այստեղ համաչափ է զարգացած կյանքը, թե գյուղաքաղաքներում եւ թե գյուղերում բոլորը ֆինանսավորվում են հավասարաչափ եւ կարծես յուրաքանչյուր community ունի իր մեղին, այսինքն գյուղապետարան, քաղաքապետարան, որը մասնահատուկ կերպով ուշադրություն է դարձնում մաքրության, վերականգնողական աշխատանքների վրա տվյալ տեղամասի, գյուղաքաղաքի կամ քաղաքի համար կատարելով համապատասխան աշխատանքները եւ մշտապես ֆինանսավորելով վերահսկողության տակ պահելով քաղաքի մաքրությունն ու անվտանգությունը յուրաքանչյուր փոքրիկ գյուղաքաղաք, փոքրիկ քաղաք ունի իր ներքաղաքային բյուջեն եւ երբեք չես տեսնի քանդված փողոցներ կամ լքված տներ, ամբողջը պահպանվում է խիստ վերահսկողության ներքո, նրանք շատ են սիրում իրենց պատմությունը եւ մշտապես պահպանում են այն, կարծես իրենց սեփական տների պես։ Այստեղ է գտնվում հեթանոսական պատը 11 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, որը շրջապատում է Սանտոձին սարահարթը, բաղկացած է մոտ 300,000 կիկլոպյան բլոկներից, ունի 1,60 մինչև 1,80 լայնությամբ եւ կարող է հասնել մոտ 3 մետր բարձրության պատնեշի։ Այն մշտապես ենթարկվել է վերականգնման եւ խիստ վերահսկվել է որպես Ալզասյան պատմական հուշարձան կառավարության կողմից։ Այս պատն իր հեթանոսական անվանումը առաջին անգամ Լեոն 9-րդի կողմից է ստացել։ Հնագետները չեն կողմնորոշվել, թե այն կրոնական, թե պաշտպանական դեր է կատարել այդ ժամանակաշրջանում ու բազմաթիվ հետազոտությունների վերլուծությունների հիման վրա այն վերագրվել է մեր թվարկությունից առաջ 7-րդ դարով բրոնզի դար ժամանակաշրջանին։ 1840 թվականին պատը դասակարգվել է որպես հուշարձան, իսկ 1987 թվականին որպես ազգային հնագիտական վայր։ Յուրաքանչյուր վայր ունի իր խանութը, չէ՞, յուրաքանչյուր տեսարժան վայր այլ իրենց բուտիկն է։ Բացիկներ ես ոչ սիրում եմ։ Սանտոձիլի նկարը 39-59 Thank you.
Սյուժետային փոքրիկ բաներ են դրվագներ։ Բիժուի գները 40 եվրո թևնոցներն են, 26 այս մյուս թևնոցները։ Թևնոցներն էլ 26, 24, 21։ Սիրուն են արբուզների ստիկլո։ Այդպես են կոչվում այս բիժուները։ Ուտելու բաներ եկա։ Այս յուղեր են սրանք, հա։ Սրանք յուղեր են, մասաժի յուղեր կա, դեմքի, ռելաքս։ Այս փչովին ինչ է, այդը։ Ուղղակի ատմոսֆերա ստեղծելու սպրեյ է։ Նուգա Սա դեմքի է։ Գալաքսը դեմքին մասաժներն էլ գրած է, երեխեքն է կարեն օգտագործել։ մազերի չկա։ Բիոյա։ Ոչ կա այն մազերին այն ինչ է։ Այս կողմին։ Բալզամ է ուղղակի։ Այս սապցինից է կարելի առնել, ինչ-որ sense։ Ինչ է։ Հավես կան, թի դեմքի յուղ։ Տեղ մասաժի յուղեր կան։ Գրած է Jean Plégère, թեթև։ Բալզամիչսկի այլ է, ուժիչ։ Ես էլ մեղերա։ Վարդինը ինչ է։ Բարտի ջուր։ Ամեն ինչի համար, հա, երևի։ Ինչ-որ տենց լավ բան կարելի առնել, որ ունեք մեղրերը։ Այս մյուսը ինչ է։ Էլի մեղերը։ Եղևնու մեղրը, գրած է միլ դու սապա։ Ստեղ էլ ծաղիկների է, ու այս մյուսը ինչ է, այս մյուսը։ Չգիտեմ, ինչ-որ ծաղիկ բոլենը չգիտեմ ինչ է, ծաղիկների երևի հատիկները ինչ է։ Շոկոլադներ ու նուգա կոնֆետ, նուգա։ Հիմա անդրադառնանք այն աղմկահայոց գործին, որ տեղի ունեցավ Ալզասում 1992 թվականի հունվարի 20-ին ժամը 7:20-ին Լիոնից Ստրասբուրգ թռչող Աղիբոս A320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բլոս լեռան վրա Սանտոդի լեռան մոտ։ Ավիակատաստրոֆայից մաքրված տարածքի մի մասում ստեղծվել է հուշարձան, որին կարելի է հասնել ոտքով, ճանապարհը մաքրված է ծառերից։ Եվ այդ վթարի դատավարությունը դա դարի ամենաաղմկահայոց դատերից մեկն էր, քանի որ նախ ավիաընկերության հերթափոխի այդ օրվա կոորդինատորներին սկզբում դատապարտեցին որպես մարդասպանների, ապա արդարացրին որպես չկանխատեսված եղանակային պայմաններում անմտածված վնաս հասցնելու ոչ միտումնավոր փորձ։ Դատավարության այս ողջ ընթացքը տևեց մի քանի տարի։ Մամուլը, թերթերը, հեռուստատեսությունը մշտապես խոսում էին այդ մասին, թե ինչով կավարտվի այս դատավարությունը, շատ աղմկահայոց մի դատավարություն, որի ընթացքում իհարկե տուժել էին այս ավիակատաստրոֆայից շատ անմեղ մարդիկ, շուրջ 87 մարդ, իսկ ողջ մնացած 9 մարդկանց անընդհատ հրավիրելով դատական նիստերի, կարծես հերթական անգամ ենթարկելու տրավմաների, որովհետև վերջի վերջո վերապրում է այդ ամեն ինչը, մարդը երբ ականատես է եղել եւ անցել է դրա միջով։
Ինչևէ, ովքեր էին մեղավորները եւ մեղավոր էին թե ոչ, արդյոք արժանի էին նրանք արդարացման թե ոչ, դա մնաց Ալզասյան պատմության էջերում։ Իսկ մենք այսօր վայելեցինք այս հիասքանչ տեսարանն ունեցող Ալզասյան հատվածը, Սանտոդիլ լեռը սաղարթախիտ անտառներով, հիասքանչ տեսարաններով բարձունքից, թողնում ենք մեր հետևում, հուսամ, որ կարողացա փոխանցել ձեզ այն էմոցիաները, որ ես վերապրեցի այս ժամանակահատվածում։ Արդեն երևի թե 3 անգամ եմ եղել այստեղ, եթե ոչ 4, բայց ասեմ, որ այս անգամ ես այս վայրը հայտնաբերեցի նորովի, Սանտոդիլը ես բացահայտեցի նորովի, ինձ հետ տանելով այս պատմության հատվածից մի կտոր, այս պատմական վայրից, որը մշտապես ակտիվ է եղել ֆրանսիական պատմության տարբեր իրադարձությունների ժամանակ, մասնավորապես Ալզասի վերաբերվող իրադարձությունների ժամանակ, դե ինչ ավարտվեց այս զարմանահրաշ ճամփորդությունը Ալզասյան Սանտոդիլ հրաշավայրում, մենք վայելեցինք Ալզասյան բարձրադիր գոտիները, գեղատեսիլ վայրերը, սաղարթախիտ անտառները, մաքուր օդ ու սառնորակ աղբյուրի ջուրը։ Կարծում եմ ձեր մոտ էլ առաջացավ հետաքրքրություն այցելելու այս պատմական վայրը ու այս բարձրադիր գոտիները վերևից տեսնելու ամբողջ Ալզասը գորգի նման ու վայելելու սաղարթախիտ անտառների զովությունը, ինչպես սառնորակ աղբյուրի ջուրը։ Կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ, հետաքրքիր առջևում եմ։